Գեմբլինգի պարագայում կամ խաղամոլության կախվածության խանգարման պարագայում շատ հաճախ միտքը կարող է, որ եթե ես չխաղայի, հիմա ասենք տուն կունենայի, կամ տներ կունենայի, կամ այսինչ բանը կունենայի, հիմնականում նյութականի մասին է, իհարկե, բայց ոչ միայն։ Եվ այս միտքը կամ այս ափսոսանքը շատ հաճախ պատճառ է դառնում ռելապսի, այսինքն նորից խաղալու, կարա թրիգերանի նորից ինչ-որ խաղալու փուլ եւ մարդը որ նորից ընկնի այդ փակ շղթայի մեջ, այսպես ասած։ Ինչն է, որ այս դեպքերում կարող օգնի տեսական մակարդակում, հա, կարելի է առանձնացնել գոնե 3.3 կետերը, որի շուրջ մտածելը եւ դրա շուրջ կամ դրա հետ կապված աշխատանք տանելը կարող օգնի։ Առաջինը, որ ցանկացած խնդիր հնարավոր է լուծել եւ ստեղծված իրականությունը հնարավոր է փոխել միայն այն դեպքում, եթե մենք դա ընդունում ենք դրա գոյությունը, օքեյ, սա տեղի է ունեցել, սա արդեն փաստ է կամ սա արդեն իրականություն է կամ անցյալը եւ սա փոխել ես չեմ կարող։ Ինչպես դիալոգներ ասում, պետք է ի վերջո ընդունենք, որ մենք իզորու չենք անցյալը փոխելու կամ ավելի լավ անցյալ ունենալու, իզորու չենք ավելի լավ անցյալ ունենալ, հա, այդպես է կարծեմ այդ միտքը։ Երկրորդ բանը այստեղ որ կարևոր է երկրորդ կետը նա որ կան բաներ, որոնք մենք մեր սեփական փորձով ենք ցավոք միայն կարողանում բացահայտել, հասկանալ աշխարհի երևույթները, ինչ որ փորձառություն կոնկրետ, որը կարանք կողքից լսենք, իմանանք, հասկանանք, բայց խորությամբ եւ ամբողջությամբ հնարավոր է լինում դա ընկալել կամ ըմբռնել միայն սեփական փորձով։ Եվ երրորդ կետը կան ազգային հատկանիշներ, որոնք մեր կյանքում տարբեր ժամանակահատվածներում զարգանում են կամ անհրաժեշտ է որ արդեն զարգացած լինեն, բայց ոչ միշտ է որ մեր ազգային հատկանիշները եւ կամ հմտությունները ձևավորվում են ճիշտ այն ժամանակին, երբ որ դրա կարիքը կա։ Եվ այս տեսանկյունից երբեմն թե խաղալը, թե այլ խնդիրներ կարան հետևանք լինեն նրա, որ այդ պահին կամ այդ հատվածը մեր կյանքի մենք դեռ չենք ունեցել անհրաժեշտ հատկանիշները բավարար զարգացված, որպեսզի դրանք կարողանային մեզ օգնել դրական ձևով հարմարվել իրականությանը։ Դրա համար սա էլ պետք է նկատի ունենալ, որ խաղալը ինչպես նաև այլ բնույթի խնդիրներ, որոնք որ մենք ունենում ենք կյանքում կամ հոգեկան առողջության խնդիրներ, դրանք նաև կարող են լինել թե հետևանք նրա, որ մենք տվյալ փուլում մեր կյանքի անհրաժեշտ այս կամ այն հատկանիշները կամ հմտությունները դեռ չենք հասցրել ձևավորել, եւ նաեւ որպես հնարավորություն այդ իսկ հատկանիշները ի վերջո ձևավորելու եւ զարգացնելու։